Իշխող կուսակցությունը ունի հստակ պատկերացումներ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շարունակականության առումով եւ դրա համար առաջնային իրավապայմանագրային հենքը ՍԵՊԱ պայմանագիրն է, որն այս պահին կիրարկման փուլում է։ Այս մասին Հայկական ժամանակի հետ զրույցում ասում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Սոնա Ղազարյանը։ Հարցադրմանը, որ իշխանության ընդդիմախոսների պնդմամբ Հայաստանը վտանգավոր ճանապարհ է ընտրել փորձելով գնալ Եվրամիություն, Ղազարյանն ասում է. Ռոբերտ Քոչարյանի շեշտադրումներն առանձնապես չէին տարբերվում Կրեմլի տարբեր խոսնակների հայտարարություններից այս մասով եւ նորություն չէին հայ հանրության համար։ Նորություններ այն թերևս, որ հայ քաղաքական գործիչը կարող է նման հայտարարություններով հանդես գալ, իսկ ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, դրանք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, ապա կարող ենք արձանագրել, որ դրանք գտնվում են վերափոխման փուլում, թե իրենց տրամաբանության, թե օրակարգերի մասով։ Հատկանշական է նշել, որ հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները իրենց վերելքի փուլում են եւ դրա վկայություն կան փաստական, թվային, բայց մյուս մասով Հայաստանը իհարկե արձանագրել է խնդիրներ հայ-ռուսական հարաբերություններում, մասնավորապես անվտանգային մասում դուք գիտեք, որ դրանք երկու մասի կարելի է բաժանել, նախ որպես նոյեմբերի 9-ի վերլուծություն, Ռուսաստանի Դաշնությունը ստանձնել էր մի շարք պարտականություններ եւ դրանք թերևս սկսեցին խախտվել փառուխից, բոլորիս հայտնի դեպքերից, եւ որ ըստ էության ռուս խաղապահ կոնտինգենտի ներկայությամբ ոչ միայն Լեռնային Ղարաբաղից տարածքներ զիջվեցին, այլ դրան շարունակվեց եւ փաստացի էթնիկ զտում տեղի ունեցավ ռուս խաղապահների լուռ ներկայության պարագայում եւ սա իհարկե դատապարտել էր եւ իր հերթին ոչ մի բան ավելի շատ սև չի կարող խրել հայ-ռուսական հարաբերություններում, քան ռուս խաղապահների անգործությունը։ Հարցին խորհրդարանական ընդդիմությունը եւ առանձին անհատներ Լեռնային Ղարաբաղը դատարկելու համար մեղադրում են ոչ թե Ռուսաստանին կամ Ադրբեջանին, այլ Հայաստանին, քանի որ ըստ նրանց հենց Հայաստանը չի կատարել նոյեմբերի 9-ի 9-րդ կետը, Ղազարյանն արձագանքում է. Դա իհարկե շատ տխուր արձանագրում է, որ հայ քաղաքական մտքում նման գաղափարներ կարող են գեներացվել, որովհետև նախ եւ առաջ եկեք արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվել որևէ կետի իրագործումից, եւ ես կարծեմ, որ Էդմոն Մարուքյանը հատկապես որպես Հայաստանի Հանրապետությանը ծառայած այսպես արտակարգ եւ լիազոր դեսպան, հատուկ նշանակությունների դեսպան ունակ է կարդալու տեքստեր եւ դրանք վերլուծելու, միջազգային տեքստեր վերլուծելու համար բացառապես անհրաժեշտ է լեզվի իմացություն եւ միջին տերմինոլոգիայի նկատմամբ ծանոթություն։ Այստեղ հստակ նշված է, որ Հայաստանը ուրեմն կատարելու է, սպասարկելու է անվտանգությունը եւ ճանապարհի ուրեմն անխափան գործելը եւ Ռուսաստան Դաշնությանը ընդամենը վերահսկման գործառույթ էր տրված, այս ամենը հստակեցվել է նաեւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության կողմից եւ խորհրդարանում շրջանառված նախագծում, այսինքն եթե նկատի ունի միջանցքի չտրամադրում այսպես կոչված, ուրեմն նոյեմբերի 9-ի փաստաթղթում կա մեկ միջանցք եւ դա Լաչինի միջանցքն է, որի դեպ չի գործել ռուս խաղապահների կրկին լուռ համաձայնությամբ կամ ներկայությամբ, սա արդեն ընտրության հարց է, բայց ունենք այն ինչ ունենք եւ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը ի արդարություն բերել Ադրբեջանի կողմից կատարված էթնիկ զտման, ես կարծում եմ տեղին չէ, եթե փորձում են Ադրբեջանի փաստաբանի դերս անձնեմ, խնդրեմ, բայց լավ գործունեություն այս իմաստով չեն ծավալում, որտեվ հիմնավոր չէ այս փաստարկը բացարձակ։ Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում երկրորդ խնդիրը եւ ամենամեծ հիասթափությունը հայ հասարակության շրջանում ըստ Ղազարյանի առաջացել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ագրեսիայի փաստի չարձանագրումը, հիմնավորմամբ թե հայ-ադրբեջանական սահմանը լղոզված գոյություն չունեցող սահման է։ Միաժամանակ падգամավորը նկատում է ռուսական կողմը պնդում էր, թե այն քարտեզները, որոնցով հնարավոր էր դելիմիտացիա եւ դեմարկացիա իրականացնել, Ռուսաստանի գլխավոր շտաբում է պահվում։ Ես կարծում եմ, որ քաղաքական գնահատականի բացակայությունը ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի Դաշնության կողմից լրջորեն վնաս են հասցրել հայ-ռուսական հարաբերություններին, այսպիսով քաղաքացիներին տեղ են տվել կարծելու, որ Ռուսաստանից կան սպառնալիքներ եւ սա ուղղակի խոսքեր չեն, դրանք նաեւ հիմնավորված են IRI կազմակերպության կողմից արված հարցումներով, որտեղ որ վտանգ հանդիսացող պետությունների շարքում Ադրբեջանից եւ Թուրքիայից հետո նշվել է Ռուսաստանի Դաշնության անունը։ Ես կարծում եմ, թերևս այս հարցումները Կրեմլին պետք է հերթական անգամ հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ ինքնահայեցման առիթ դառնան։ Անդրադառնալով ընդդիմության մեկ այլ պնդման, թե այստեղ էլ պետք չէ մեղավորներ փնտրել, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանը, ու թեև մեղրին հանձնելու մեղադրանքներին Քոչարյանը ճկուն դիվանագիտություն է վարել եւ արդյունքում մեղրին հայկական է, Ղազարյանն ասում է.
Ես ուղղակի զարմանում եմ, երբ որ ես լսում եմ անկախության, հնարավորության հեռանկարների մասին խոսքեր, օրինակ դաշնակցականների կամ քոչարանականների մոտ, իմ մոտ այդքան էլ զարմանք չի առաջացնում, քանի որ դա իրենց մշտական կեղծ նարատիվն է եղել, բայց երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին քայլած անձինք սկսում են ուրանալ Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարախոսությանը եւ մտքերին, դա ինձ իրապես տխրեցնում է։ Այս իմաստով ես կարծում եմ, որ հայ հասարակությունը նաեւ կարող է տեղեկանալ, որ Ալմատի հռչակագրի այս վերապահումները, որոնք այդքան շահարկվել են, ընդհանրապես չեն հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին, դրանք վերաբերում են ինքնորոշման իրավունքի դրսևորմանը, բայց ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն իսկ նշել է, եւ որ տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունքը հայտնում են մեկ-մեկ ու ինչպես օրինակ մադրիդյան սկզբունքներում, դրանք բացառում են անկախությունը, եւ ես ուզում եմ վստահորեն ասել, որ անկախության մասին Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ուրեմն իր բանակցության ընթացքում ըստ էության չէ բանակցել եւ սա մեղադրանք չի առաջին նախագահին, սա պարզապես փաստի արձանագրում է, որ անգամ պատերազմից հետո փաթեթային եւ կամ փուլային տարբերակներում կրկին ինքնավարություն է քննարկվել է համ հայկական, համ ադրբեջանական անձնագրերի արկայություն եւ այս իմաստով զարմանալ թե բա ուրեմն այսպես մի հարցադրում է հնչում, եթե 30 տարի տարածքային ամբողջականություն ճանաչել էր հայկական կողմը, ապա ինչի մասին էին բանակցությունները։ Ասեմ ինչի մասին էին բանակցությունները 7 շրջանների վերադարձի հերթականության մասին էին, ժողովրդի անվտանգության համար ինքնավարության մակարդակի մասին էին, սակայն որոնք երբևէ բացառությամբ իհարկե մեղրի տարբերակը, որին կարող ենք անդրադառնալ եւ նկարագրել թե ինչ պրոբլեմատիկ են եղել դրանք, եղել են ուրեմն ինքնավարության մակարդակի մասին, եղել են ուրեմն մադրիդյան սկզբունքներն են դրան հետևել ուրեմն Կազանյանը կհիշեք, որը մերժվել է ընդհանուր պետությունը, որտեղ երկու սուբյեկտներ մի պետության կազմում պետք է լինեին, եւ ըստ էության անկախության մասին բացառությամբ մեղրի տարբերակը, որը եղել է կրկին, եթե ստեղ էլ մեկնաբանենք, մեղրի տարբերակը եղել է հետեւյալը, Ռոբերտ Քոչարյանը ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, այսինքն փաստի արձանագրումը կրկին տեղ է ունեցել, որովհետև ոնց կարող ես փոխանակել մի բան, ինչը քոնը չէ։ Մենք տալիս ենք մերը, դուք տալիս եք ձերը, բայց սա իհարկե ադրբեջանական դիվանագիտության մաստեր կլաս էր, որովհետև նրանք փորձեցին միջազգային հանրությանը բացատրել, որ հայերը ընդհանրապես ինքնորոշման հետևից չեն գնում, սա ուղղակի մաքուր տարածքային վեճ է։ Այսպիսով փոխել են ամբողջ տրամաբանությունը բանակցությունների, որովհետև երբ որ սա դառնում է պարզապես տարածքային վեճ, այն փոխում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բունեությունը եւ հետագայում արդեն անջատում հանուն փրկության այս տերմինի կիրառելիությունը, որովհետեւ հանրության մոտ ստեղծվում է տպավորություն, որ իրականում իսկապես էս հայերն ու ադրբեջանցիք տարածքի վեճ են անում։ Ասեմ ավելին, պետքարտուղարության պետդեպի գաղտնաձերծման արդյունքում մենք տեսնում ենք, որ նույնիսկ ամերիկյան կողմն է դեմ մեղրի փոխանակման տարբերակին, որովհետև ասում են, բառացիորեն գրեթե ցիտում են, որ սա Պանդորայի արկղ է բացում եւ չի տանում լուծման, այլ ավելի է խճճում ուրեմն իրավիճակը եւ հիմնախնդիրը։ Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը իհարկե Լեռնային Ղարաբաղը դուրս թողնելով բանակցությունից եւ այն վերաձևակերպելով որպես տարածքային վեճ, ցերոց ամենամեծ վնասն է տվել ամբողջ բանակցային գործընթացին։ Հարցին թե Ռոբերտ Քոչարյանի թե Հայ ազգային կոնգրեսի ակտիվացումը կարող է ենթադրել, որ նրանք սկսել են նախընտրական քարոզարշավը եւ հույս ունեն 2026 թվականին կրկին վերադառնալ խորհրդարան, падգամավորը պատասխանում է։ Հայաստանի Հանրապետություն ժողովրդավար պետությունն է, ցանկացած քաղաքական ուժ կարող է մասնակցել քաղաքական գործընթացներին եւ ես կարծում եմ կուսակցությունը ինչպես եւ սահմանված է օրենքում իշխանության գալու նպատակ պետք է մշտապես հետապնդեն, բայց թե ով կհայտնվի խորհրդարանում դա ժողովրդի որոշելիքն է, բայց ուսումնասիրելով որոշ կրկին ուրեմն հարցումներ ես շատ քիչ հնարավորություն եմ տեսնում, որ թե Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի կրկին խորհրդարանում կամ Հայ ազգային կոնգրեսի այս մասով, որովհետեւ շատ ցածր է վարկանիշը, պետք է այո, ուրեմն պետք է արձանագրենք, որ խորհրդարանական անդիմությունը 2-3% մեջ է տատանվում, իսկ Հայ ազգային կոնգրեսը վերջին հարցումներով թերևս 1%-ի շեմը չէր հաղթահարել, բայց բաց արզատ մրցակցությամբ մենք մեր քաղաքացիներին կփորձենք մեր ճշմարտացիությունը, մեր տեսակետները, ապագայի նկատմամբ մեր հավատամքը բացատրել եւ ըստ այդմ ունենալ քաղաքացիների աջակցությունը։ Դիտարկմանը թե Լևոն Քոչարյանը օրերս հայտարարեց, որ թեև իշխանության կողմից այդքան մատնանշվող ժողովրդավարությանը Հայաստանում կա լուրջ ժողովրդավարական դեֆիցիտ եւ որ ընդդիմությունը ենթարկվում է ճնշումների, քրեական հետապնդումների, իշխող ուժի անդամն արձագանքում է։
Կարևոր է նշել, որ այս պատգամավորները եւ ոչ միայն այս պատգամավորները, նաեւ այլ կառույցների միջազգային կառույցների ներկայացուցիչներն ինստիտուցիոնալ հիշողություն ունեն Հայաստանի նկատմամբ եւ շատ հաճախ, երբ որ դա հնչում է հատկապես նախկին իշխանությունների կողմից ժողովրդավարության դեֆիցիտը, դա իհարկե կարող է լեգիտիմորեն առաջացնել գործընկերների զարմանքը, որովհետեւ այդ ինստիտուցիոնալ հիշողությունները նաեւ պարունակում են հիշողություններ կեղծված ընտրությունների վերաբերյալ մարդու իրավունքների բռնաճնշումների նկատմամբ, հիշողություն դրանց նկատմամբ հանցագործության աճի, ինչու ոչ քաղաքական սպանությունների եւ ես կարծում եմ, որ իհարկե ընդդիմությունը պետք է եւ կարող է խոսել ժողովրդավարական որոշ խնդիրների մասին, մենք ինքներս որպես իշխող մեծամասնություն կարող ենք արձանագրել, չէ՞ որ ժողովրդավարությունը ինքը կենթանի օրգանիզմ է եւ ամենօրյա խնամքի կարիք ունի, այո, կարող են տեղի ունենալ առաջանալ խնդիրներ, որոնք առաջացնեն մեր խնամքի հոգատարության անհրաժեշտությունը, բայց ես կարծում եմ, որ ուռճացված է բնականաբար այդ բռնաճնշումների մասին տեղեկատվությունը եւ նույն օրինակ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքով անցնող մի շարք նախկին պաշտոնյաներ եւ պատգամավորներ փորձում են իրենց տնտեսական հանցագործությունները քողարկել քաղաքական հետապնդման ներքո, բայց դա մեզ չի կանգնեցնելու մեր պայքարը հանուն արդարության եւ ժողովրդից գողացածը վերադարձնելու մեր օրակարգից մեզ չի շեղելու ոչ մի ձև, իսկ խնդիրների մասին ազատ են խոսել կրկին դա էլ հերթական անգամ ժողովրդավարության ցուցանիշ է։